Հասարակությունը բավարար իրազեկված չէ ջրծաղիկի դեմ պատվաստման մասին։ Այս մասին փաստում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողների կատարած հետազոտությունը։ Արդյունքները ներկայացնում են ջրծաղիկ, համաճարակաբանությունը եւ կանխարգելման հիմնական մոտեցումները գիտաժողովի ընթացքում։ Վերլուծությունը կատարել ենք նախ նրա համար, որ ուսումնասիրենք ընդհանրապես տեղեկատվությունը պատվաստումների մասին։ Տվյալ դեպքում ուսումնասիրեցինք ջրծաղիկը, որը նոր է ներդրվել հունվարի 31-ից ու հիմնական արդյունքը ստացանք այն, որ տեղեկատվությունը, այսինքն իրազեկվածությունը բնակչության շրջանում այդքան էլ բավարար չէ։ Հարցմանը մասնակցել են ուսանողներ, բուժաշխատողներ, նաև քաղաքացիներ։ Հարցվածների մեծամասնությունը գիտի ջրծաղիկի դեմ պատվաստման մասին, բայց ծանոթ չէ, ովքեր պետք է պատվաստվեն, ինչ ժամկետում։ Բուժաշխատողների շրջանում շատ կարևոր է իրազեկվածությունը եւ հենց նրանք են տարածողները, այսինքն նրանք պետք է իմանան, որպեսզի մյուսներին էլ կարողանան այդ տեղեկատվությունը տարածել։ Հարցումները կատարվել է on-line հարցաթերթիկի միջոցով։ Շուրջ 160 հոգի մասնակցել է հարցմանը։ Բուհում կարևորում են ուսանողների վերլուծական հմտությունները։ Ապագա մասնագետները պետք է կարողանան նաև հետազոտություններ անել, ստացած տեսական գիտելիքները կիրառելով գործնականում։ Ժամանակի պահանջն է դասավանդելուց անցնել այլ տարբերակի, իրենց դասավանդելով, իրենց միջոցով, իրենք ավելի ներգրաված են ինտերակտիվ այս հետազոտական աշխատանքներում։ Սա նաև հավատարմագրված, միջազգային հավատարմագրված բուհի պահանջն է, որը այսօրվա արդի հրամայականն է ժամանակի։ Մասնագետը վստահ է, ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կիրառումը կառավարելի կդարձնի հիվանդությունը, կնվազեն վարակի տարածման դեպքերը։ Մենք տարիներ շարունակ սպասել ենք այս պատվաստմանը եւ շատ կարեւորում եմ, որ այն ընդունվի մեր հասարակության կողմից եւ այնպես ինչպես մենք ունեցել ենք հաջողություններ նույն կարմրուկի առումով, մնացած ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման առումով, ջրծաղիկը նույնպես գա այդ դաշտ։ Երիտասարդ հետազոտողները նախատեսում են նաև արշավներ իրականացնել, բարձրացնելով ջրծաղիկի դեմ պատվաստման հարցում հանրության իրազեկվածության մակարդակը։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։